երբ որ դու քո մասնագիտությամբ չես կարողանում քո կյանքը ապահովես ֆինանսապես, այդտեղ պրոֆեսիոնալ այդ լեվելների մասին խոսալը ավելորդ է։ Լիքը խնդիրներ ի հայտ են գալու մեծ տարիքում։ Շատ խաղացողներ կան, չեն ուզում, որ իրենց երեխեքը դժվարությունների միջով անցնեն, ոնց որ իրանք են անցել։ Երեխաներին տեսնելով, իրենց ֆիզիկականը տեսնելով ես ատլետներ չեմ տեսնում։ 90-ականների վերջ 2000-ականների սկիզբ մենք ավելի մեծ քանակի, ավելի բարձր մակարդակի խաղացողներ ենք ունեցել, քան այսօր։ Հայաստանում թենիս խաղալը պրոֆեսիոնալ պետքա սթափ գնահատես։ Շատ խաղացողներ, շատ թենիսիստներ պատանի տարիքում, ովքեր բավականին բարձր լեվել են հասել, ամեն մեկն իրանց հետաքրքիր պատմություն ունի ու այդ պատմությունը վերլուծելով մենք կարանք շատ հետաքրքիր նյութեր մեր համար վերցնենք։ Այսօր մի շատ հետաքրքիր նախկին թենիսիստ ա մեզ մոտ հյուր, Արան Հարությունյան, մեր սիրելի ընկերներից, որը բավականին լուրջ ճանապարհ է անցել որպես պատանի ու երիտասարդ խաղացող, ու ընթացքից արդեն ինքը կկիսվի, թե ինչ հետաքրքիր ու ավելի հիշարժան պահեր ա ունեցել ու ոնց կարանք այդ ամեն ինչը օգտագործենք մեր համար որպես ուսուցողներ, հա, թենիս։ Եվ ինչու՞ չէ, նաև պատանիներն, ովքեր կարիերա են սկսում, իրանց համար շատ օգտակար կլինի։ Ողջույն Աջան, ողջույն, բարով ես եկել։ Մերսի Ռավերի համար։ Շատ անսովոր է քեզ սենց տեսնելը, ինչպես ես բոլոր մեր հյուրերին։ Քեզ էլ մեծ երևի։ Հա, ինձ էլ ձեզ անսովոր է, բայց ողջունում եմ ձեր նախաձեռնությունը, հուսամ շատ ավելի մեծ տարածում կունենա, թենիսի վրա մեծ անդրադարձ կունենա ձեր գործունեությունը, հենց որ ինչով կարող ենք կօգնենք։ Շնորհակալ ենք Աջան։ Սիրով, այ քո օգտակարությունը հենց սկսում է քո կարիերան մեզ պատմելով։ Սկսենք ամենասկզբից, ամենայն հեռու կետը, որ հիշում ես ընդհանրապես որն էր այդ տրիգերը, որ քեզ բերեց թենիսի ու պահեց երկար տարիներ։ Մի մոտ 7 տարեկան էի, կարող 7.5, Բաքվում ամենափոքրն էի ում հետ որ խաղում էինք, բնականաբար փոքր լինելով միշտ ինչ-որ բաներից հետ ես ընկնում, մեկը քիչ ավելի ուժեղ է, մեկը քիչ ավելի արագ է, նեղացնում է, նեղվում ես, բայց ուզում ես ինչ-որ վրեժ լուծես, հա, վրեժ խնդրություն լինի, հա։ Բնականաբար բոլորը գնացին թենիսի, Արարատ ակումբ գնացին, ես էլ գնացի հետները, բոլորը թարգեցին, ես մնացի։ Ընկեր Խաչիկը Նիկողոսյան, Հենրիկի պապան իմ մարզիչն ա եղել ու շնորհիվ իրա սիրեցի խաղը, բնականաբար ընդեղ էլ ուրիշ էլի մրցակցային միջավայր ստեղծվեց, Հենդոն էր, իրանք բոլորը մարզիչների երեխաներ են, Հարությունը Սարինգուլյան, էլի մարզիչի երեխա, այսինքն ես բոլորին տարվում էի, ոչ մի շանս չունեի այդ երեխան, որտեվ իրենց շուտ էին մտել թենիսի մեջ։ Հետո այդ միտքը իմ մեջ, որ չէ, ոնց sense կլինի, ես փոքր ժամանակվանից այդ մրցակցային բանը մեջս եղել է, էլի։ Շատերը դրան նայում են որպես վայ դա ինչ որ չար բան է, մի խոսքով դե ոնց կարելի է այդպես մրցակցային լինելը, ոնց կարելի է այդքան կոպիտ ասած նահաստիրնի լինել, բայց դե փորձը ցույց տվեց, որ դրա հիման վրա է գոյատևում, կոպիտ ասած աճում, զարգանում, հա։ Ու այդպես մնացի, հետո բնականաբար, չգիտեմ, տարիքով ավելի մեծերին կրելու հարց կար, չգիտեմ, ինչ որ տեխնիկա բարելավելու հարց կար։ Դե հետո ավելի դուրս ես նայում, չգիտեմ, ասում ես դե հիմա ինչ որ միջազգային մակարդակի բան պետք է լինի, տենց զարգանում է, էլի, ագահություն կա մարդու մեջ, ուզում է այդ բանը բավարարի իր էգոյի կարիքները, երեխա ժամանակվանից դա գալիս է։ Ոնց այդ ինքնարեալիզացման այդ ձգտումը անընդհատ այն առաջի օրվանից եղել է, ու երևի հենց թիվ 1 այդ փաստը կամ ֆակտորը, որ քեզ պայելա թենիսի մեջ, հենց այդ է եղել ինքնարեալիզացումը, նոր բարիերներ անցնելը։ Երևի թե դա թենիսի հետ ընդհանրապես կապ չունի, հա, մարդու էությունն է դա, հա, ինքդ քեզ ապացուցելու, տոկուն մնալու, հա, ասենք ոտերի վրա կանգնելու համար, բնականաբար այդ է հիմնական դրայվերը եղել, ինչ որ շատ ավել բան չեմ կարողանում ասել, բայց այն ամենաուժեղ ոգևորությունները եղել է, ինչ որ որակական փոփոխություն ա եղել խաղի մեջ կամ ինչ որ պարապմունքի ժամանակ այն մարդուն եմ հաղթել, որ
հիմնական մոտիվացիաներից մի հատ էպիզոդ պատմեմ։ Անունը չտամ, մեր ընկերներից մեկը ասի արի իր հետ խաղանք էլի բան։ Ասես չէ դու գնա պատի հետ խաղա, մենք քո հետ չենք խաղա, դու խաղալ չգիտես, բան sense տիպի, իրան հաղթելը, ասենք այդ մեծամտության համար իմ համար sense ոգևորության մի հատ ոնց որ պատժեցի էլի իրան, էդի հերթական միշտ այտենց բաներ ա եղել, էլի էպիզոդներ ա եղել ու մարդիկ ինչքան մեծամիտ են եղել, այդքան իմ սպորտային ջղայնությունը իրենց նկատմամբ ավելի մեծ ա եղել։ Էլի մարդիկ կան, անունները չասեմ, որտեվ YouTube-ով գնա, բայց իրան գիտեն, գիտեն ով է, իրան գիտեն ով է տենց խոսած է ու դրա համար բան ա եղել, իմ վերաբերմունքը սպորտային իրանց մոտիվացրել է, հա։ Իսկ դու քեզնից թույլերին ոնց էր նայում, ավելի սենց ասպետական տենց մոտեցմամբ, ավելի ոգևորող, թե եղել է դեպքեր եղել է նկատողություններ ստացել եմ երևի ինչ որ մեծամտության համար, շատ չեմ ասի, դեպքեր եղել է թերագնահատել եմ, խաղով զգացել եմ, որ մի քիչ էս շարունակեմ, լավ չի լինելու, հա։ Չէ, ընդհանուր առմամբ բան եմ, միշտ էս տոնուսի մեջ եմ եղել, չեմ ասի, որ տես ինչ որ մի պահ եղել, հետո անկեղծ ասած իմ խաղը տեխնիկայի տաղանդի առումով երբեք տես բարձրագույն մակարդակի վրա չի եղել, միշտ ավելի շատ կամային հատկանիշներով, ուժային դիմացկունությամբ դրա հիման վրա եմ խաղացել։ Դրա համար ես այն շանսը չեմ ունեցել, որ իդես ինչ մի քիչ թույլ խաղամ մեկը։ Սենց թենես պետքա էներգիա դնեի, ուժ դնեի, որ ինչ-որ բան ստացվեր։ Խոսքից սկզբում մի հատ հետաքրքիր պահ կար, ուզում եմ էլի հարցը տալ, չմոռանանք։ Ասցիր բոլորը խաղում էին բակում, այսինքն խաղում էին, գնացին Արարատ ակումբ թենիս խաղալու, այդտեղից սկսվեց այդ ցանկությունը սկսելու թենիս։ Չէ, ես որպես փոքր ինչ անում էին մեծերը, հետևներից կրկնում էի, նորմալ է։ Այսինքն այդ խումբը, որը գնում էր թենիսի ու դու կրկնում էիր իրանց հետևից, այդ խումբը տենց Երևանում մի քանի օր իրանք գնացին, այցելեցին։ Քանի որ ընկեր Խաչիկը անենց մարզիչ էր, որ կարողանում էր այդ խաղը անենց մատուցել, որ սիրեի։ Ես սիրեցի, կոպիտ ասած մնացի, իրանք գնացին, չգիտեմ, իրանց գործերը որ չշարունակեցին զբաղվել։ Բակի ընկերներն էին, ովքեր էին։ Հա, բակի ընկերները, հա։ Որտեվ բակերում էր շատ քիչ է էլի հանդիպում, որ տենց մի հատ ամբողջ խումբ որոշում է գնա թենիսի։ Մեր բակը մի քիչ սպეციფიկ էր դրա համար, հա։ Տենց մի քանի բակ կա Երևանում, ու հուսով ենք տարիների ընթացքում շատ կշատանա։ Դե կախված էլի որ կորտերը ինֆրաստրուկտուրան կավելանա եւ այլն։ Բնական է։ Այսինքն տենց մի հատ մոդել քո դեպքում աշխատել է, էլի հետաքրքիր։ Հա, բայց ինքը տենց օրինաչափություն չի։ Իհարկե։ Այդ հարցը գիտես ինչն է հետաքրքիր, որ հիմա շատ լինում է, որ երեխեքին դնում ես ինչ որ մի քիչ իրանցից թույլի հետ խաղալու նեղվում են, բայց իրանք ձգտում են ավելի ուժեղի հետ խաղալ։ Մենք էլի բացատրում ենք, որ պետքա իրար բարձրացնել, բայց մեկը կան, որ չեն ընդունում էլի այդ փաստը։ Դա շատ նորմալ է ու երբեք այդ բալանսը չի լինելու, այդ պետքա նախ փոքր տարիքում երեխաները շատ ավելի դաժան են այդ առումով։ Այդ պետքա հասուն խաղացող լինի, հասուն մարդ լինի, որը որ հասկանում է, որ ես հասել եմ սրան, հիմա ես պետք է կիսվեմ, հիմա այդ ասում է, չգիտեմ, բուբլիկը էս վերջերս կամ չգիտեմ, կայացած, բայց իրանք 20, չգիտեմ, 24-23 տարեկանում իրանք իրանց թույլ չեն տա ցածր բան մակարդակով խաղացողի հետ ժամանակ ծախսեն, որտեղ իրանց համար դա ժամանակի կորուստ է։ Այդ ընդհանուր պարապմունքի process-ի կազմակերպումն է, որ պետք է բերի այդ կիսվելուն, այն որ ուժեղը հետևից թույլին քաշի։ Բացի դրանից, ասենց ասեմ, բնությունը նենց է, որ թույլերի վրա այդքան էներգիա չպետք է ծախսես։ Թույլը չի ուզում, չունի, ցանկացումն չկա, չպետք է դրա վրա շատ։ Հա, շատ էլ որ ասում է ես ուզում եմ իր հետ խաղամ։ Ինքը պետք է ապացուցի։ Ինքը եթե ավելի թույլ է, ինքը երկու անգամ ավելի շատ պետք է շարժվի։ Եթե ինչ-որ բան իր մոտ լավ չի, ինքը ավելի շատ եռանդ պետք է դնի, որ կոմպենսացնի այն թույլ կողմերը, որը որ թույլ է։ Իսկ ասել, որ գիտես ինչ ինքը թույլ է, արի իր հետ էսա, չէ, ինքը պետք է այնքան ռուսերեն ասած նաստիրնի լինի, որ իր ուզածին հասնի, ուրիշ ճանապարհ չկա։ Հա, որպես մոտիվացիա էլի ընդունի։ Շատ կարճ միջավայրը կասես, որում սկսել ես, խմբերով պարապում էիք, ինչ որ տենց սիստեմը շատ է տարբերվում այն տարիների, որ դու սկսել ես այսօրվանից, շատ ենք այդ թեման քննարկում էլի, այստեղ
Ինչ միջավայրում ես դու սկսել այդ տենց Ես դեռ այն միջավայրում եմ սկսել, որտեղ պատի վրա խաղալը մեծ կտոր էր կազմում ընդհանուր պարապմունքների ու դաշտ դուրս գալը պատից, այդ մի հատ բան էր, էլի իրադարձություն էր, այսինքն եթե դու դել նորմալ խաղի մեջ չես կարողանում բայց ոտերդ նես չի աշխատում, որ սահուն աչից ձախից խփես մի քանի հատ սետկայի վրայից անցկացնես, այսինքն կորտ մտնելը այդ մի քիչ տենց ռեալիստիկ բան չէր, էլի ամեն ինչ սկսում էր պատից, հետո որ ավելի երկար էր խաղում, դաշտում խաղում էր, դու ասես կամաց պատից ոնց որ մտնում էիր կորտ։ Դե հետո բնականաբար դաշտի վրա աշխատանք, երբ որ արդեն ուզում ես ինչ խաղդ լավացնես, բնականաբար անհատական երևի պարապմունքները եկել է շատ ավելի ուշ, էլի, հիմնականում խմբային իրար հետ խաղելով, վարժություններ անելով, խաղի մեջ պահելով, պետք է խաղաս 20 հատ, պետք է խաղաս 10, որը որ վատ չի, շատ լավ բաներ է ինքը տվել, որովհետև պուճուր էլեմենտները sense տենես բերում են ինչ որ ավելի մեծ խաղային վիճակներ է, էլի։ Մենք մի խումբ ենք եղել ու հիշում ես որ պատին խաղում էինք մի 12 հոգով գծած էր էլի մեր պատը պարավոզ էինք խաղում, այդ պարավոզ էինք ասում, մեկ էլ հիշեցի որ ձմռանը համալսարանի ալիճում էինք պարապում ցուրտ, փայտի վրա, այնտեղ էլ շարվում էինք պատին 50 հատ աչ, 50 հատ ձախ, շատ հետաքրքիր տարիներ էին։ Իսկ կպատկերացնեիք օրինակ ձեր ծնողները կամ ձեր ընկերների ծնողները գային ասեն իմ երեխան պատին չպետք է խաղա, պետք է դաշտում խաղա, այս դրամաներ բան կպատկերացնեիք այդ ժամանակ կամ հաստատ ինչ որ մի չափով կարա ցանկություն լինի, բայց եղել է տես դեպքեր։ Մեր ժամանակ։ Հա։ Բնականաբար չէ, որովհետև այն ժամանակ ծնողները ավելի, ոնց ասեմ, ավելի ենթարկվող էին process-ին, քանի որ մարզիչներն աշխատել էին սովետական միության ժամանակներում, իրանք իրանց գործի կոպիտ ասած տերն էին ու իրանց իշխանությունը կորտի վրա ավելի լավ էին պաշտպանում, քան թե հիմա շատ մարզիչներ, որոնք շատ դեպքում չգիտեն դրա մասին, չգիտեն որ դա կարևոր է։ Դրանից ելնելով հիմա կարող ես դες դեպքեր տեսնես, որտեվ կապիտալիստական ոնց որ հասարակարգ է, վճարում են, ինչ որ բաներ պահանջում են, բայց դե օրինակ ոնց է պատկերացնում, որ գնաս օրինակ վիրաբույժի մոտ ու ասես գիտես ինչ դե փող եմ տալի, լը պասի, ես պետք է մի հատ մտնեմ արտրոսկոպով այդ բանը կապեմ կամ կարեմ։ Համարյա կարելի է անալոգիա տալ։ Պրոստը մարդիկ իրանց գործին մարզչական կամ թենիսային գործ այնքան լուրջ պետքա վերաբերվեն, որ դրանից ելնելով այդ սահմանը նենց գծեն, որ տես դեպքեր տեղի չունենա։ Իսկ երբ որ դու լուրջ ես վերաբերվում քո գործին, բնականաբար իշխանությունն էլ ես կորցնում այդ ամբողջ process-ի վրա, որտեվ ծնողը հասկացանք գումարա վճարում, բայց ինքը process-ի տերը չի, կամ եթե վճարում է ու գալի խառնում, ապա ինչի է վճարում, թող գնա ինքը անի այդ։ Քանի հոգով եք պարապում, ասենք մի պարապմունքը ձեր քանի խաղացողներ։ Շատ էլ էինք լինում։ 2 կորտով գումարած պատը հավաքվում էինք։ Ալում էր 6 հոգով էինք մի կորտի վրա, եթե շատ լավ էր 4 հոգով կիսում էինք կորտը, տենց դիագոնալներ էինք խաղում, գծով էինք խաղում, տենց հիմնական ուղղությունները պահում էինք։ Շատ բան չեմ հիշում, շատ բան դու թենիսից դե 18 տարեկանից թենիսի մեջ այտենց խաղային չկամ, շուտ եմ թող, հիմա 40 տարեկան, 22 տարի անցել է արդեն ինչ թենիս տենց չեմ խաղում, հետո մարզչական պրակտիկա եմ ունեցել 4 տարի, բայց լիքը տենց ռուտինային բաներ հիմա կարող խոսանք հիշեմ, բայց ավելի էմոցիոնալ բաները լավ կհիշեմ, քան ինչ որ տենց օրինակ այդ պատին խաղալը իմ մոտ լավ էր տպավորվել էլի, որտեղ որ ով փչացնում էր դուրս էր գալի, հետո որ գնդակը ծակվում էր, գցում էինք խանջան, հիշում ես։ Հա դեռ գետառը կար, բան, գետառեր են գնում, ինչ որ ձևեր էին գտնում, գետառից այդ գնդակը հանեինք, թե չի, բան, լուրջ տրագեդիա էր էլի։ Մի քիչ այդ զարգացման պահա, քո այդտեղ ներքին մրցաշարերից անցումը միջազգայինների։ Ես գիտեմ ինչ դժվար տարիներին եք էլի դուք թենիս սկսել խաղալ, այդ մասում այդ զարգացումը ոնց գնաց կարիերայիդ։ Բնականաբար զարգացած թենիսի մասը շատ հեռու է թվում, sense անելանելի, դրանից չես պատկերացնում, որտեղ կարող է ինչ-որ մասնակցում ունես կամ ինչ-որ մի բան ստացվի, դե ինչ կար, մի հատ բան, այն ETA, այն European Tennis Association, որ տարվա սա բոլորը սպասում ենք այդ տարվա մի մրցման, Երևան կապ էր կոչվում, ETA էինք ասում, այսօր Tennis Europe-ա
TI-ն Երևան կապ էր կոչ։ փոխվել է տեղերը։ Չէ, խոսք գնում է որ գնում էինք բան զարգացող երկրների եվրոպական development-ը, դե միջև 14, միջև 16, հետո ITF, դե այդպես առաջի միջև 14-ը գնաց մաքսիմում չգիտեմ 1-2 խաղ մաքսիմում կրածելնեմ, թե չէ այդ ժամանակները, դե հետո գալիս էիր ուզում էիր էլի բա ոնց այլ, հետո սկսեցին այդ YTI մրցումները Երևանում, Վրաստանում, էլ չգիտեմ, մոտիկ տեղերը որտեղ լինում էր, խաղում էինք, հետո հարց բացվեց, բա լավ, չգիտեմ, մի 3-4 հոգի ենք, հա, որ ընդհանուր իրար հետ կարող ենք մրցակցենք։ Ինչքան կարելի է իրար մեջ պարապել, իրար պոլուֆինալ, ֆինալ, հա, մեկ ու ստացվեց նենց, որ հայրս օգնեց, գնացի Իսպանիա, հա, Սանչես Կասալի ակադեմիա, Սանչեսը, Էմիլիո Սանչեսն է, Սերխիո Կասալն է, Սանչեսը առանձին են իրանք, չէ՞։ Չգիտեմ, հիմա առանձին ընդ շատ չեմ հետևում, այս վերջերս հավաք ունեին իրանց շրջանավարտների, տենց խոսացինք, ուզում էին հավաքվեն, բայց դե հարմար չէր, հեռու էր, ծախսատարել չգնացի, բայց այդ ժամանակ իրանք շատ հայտնի էին, հա, ահագին խաղացողներ կային այնտեղ, որոնք համ խաղում էին, համ մարզվում էին ու իրանք ոնց որ այդ սիստեմը, ֆրեյմվորքը սարքել էին նոր Էմիլիո Սանչեսի մարզիչի պատո Ալվարես կար, ինքը գիրքն է ունի ինձ նվիրել է բան, իր հիման վրա, ասենք ինչ որ կամ աղք էին կառուցել, որ ու կորտերն էին կառուցել ու դրա հիման վրա ակադեմիան հիմնվել էր։ Դե բնականաբար շատ էինք այնտեղ խաղում արդեն։ Ասել որ քիչ ես խաղում կամ խաղացողներ չկան, բան, այդ բանը չես կարող ասել։ Բայց այդ մակարդակի վրա արդեն ինտենսիվությունը շատ է, բայց ինդիվիդուալ մոտեցումն է պակասում, քչանում այդ դեպքում, որովհետև այդ process-ի մեջ պետք է արդեն մի քիչ կարեկտիրովկա տալ, էլի։ Իսկ բնավորությունից ելնելով, օրինակ, ես կարծում եմ ինչքան շատ այնքան լավ, բայց մարդիկ կային, որ շատ ավելի քիչ էին անում կամ ժամանակին հանգստանում էին, իրանք ավելի լավ վիճակում էին վերջում, որովհետև այդ պերետրինիրովկա ասածը չէր լինում։ Ակադեմիայում դե արդեն սկսեցի այնտեղ սկսեցի բան, խաղով բարձրանալ, ֆիզիկապես ուժեղանալ, սպարինգություն էի անում Կուրնիկովայի հետ, տեսնում էի, ասենք, Դավիթ Նալբանդյանի պարապմունքից, Մարոկոից կային Յոնաս Էլայնաուի, չգիտեմ, Հիշամ Արազի, չգիտեմ, հիշում եք թե չէ, էլի տես top 20-ի խաղացողներ էին։ Կարծեմ այդ Յոնաս Էլայնաուին նույնիսկ մի պահ Ավստրալիայի ամենաերկար խաղը խաղաց, չեմ հիշում ում հետ, բայց շատ երկար խաղ խաղացին։ Բնականաբար այնտեղ նաև ընդհանուր սպորտային բան, որտեղ անընդհատ խաղում էինք, պադել էինք խաղում, ֆուտբոլ էինք խաղում, դու անընդհատ խաղի մեջ ես, դու խաղի պրինցիպները սկսում ես ուրիշ ձևի հասկանալ, դու անընդհատ բան ես փոխում, հատարակորդ ես թողում, անընդհատ տարբեր անկյուններից ես իրանց հետ շփվում, լրիվ ուրիշ միջավայր է։ Հետո նենց ստացվեց, որ էլ հնարավորություն չկար, որ ընտանիքս ոնց որ ֆինանսավոր ընդ շարունակել մնալը, հետ եկա Հայաստան, գալիս է այն էտապը, որ արդեն դու հասունանում ես, էլ կոպիտ ասած պատանի ես, երեխա չես, շուրջ կողմդ անընդհատ այդ խոսակցությունը կդառնա թենիսիստ, չի դառնա, երբ է փող աշխատելու բան, ասես տիպի ու հիմիկվա խնդիրներից էլ է դա, որ լուրջ աշխատանք է պետք տանել, երեխան ինքը թենիսը խաղ է, ինչ ուզում ես արա, այդ բիզնեսային կտորը իր մոտ կարող է գա, երբ որ ինքը հասունանա, այտենց կրթվի, ինքնակրթվի, process-ի մեջ մտնի, բայց միջև այդ, եթե ինքը այդ խաղի էլեմենտը կորցրեց, ոնց որ տեղ սկսում է արդեն ռեգրես, սխալ միջավայր, բա երբ է հեսա հետ բերելու, տիպես ծախսած փողերը երբ է հետ գալու բան, հա, ինչ որ լոկալ մրցումներ կրելուց, Davis Cup խաղալուց, չգիտեմ, հիմնական main draw մտա futures-ների երևի մի 5 հատ, sense Davis Cup գնացինք հələ Սարգիս Սարգսյանը այդ ժամանակ խաղում էր Մոլդովայում, մի խմբից դուրս ենք ուրիշ խումբ, երբ որ դեռ Իսպանիայում էի, Էնդրյու Մարի հետ մրցում կրեցինք միջև 18 տարի զուգախաղերում, հա։ Արդեն այն բանը չունեի, հոգեկան այն վիճակը չունեի, որ անհնարին է դառնալ պրո կամ իրանց չի լինի կրել։ Չէ, շատ հավասար խաղացել եմ, պայքար եմ տվել 200-ների հետ, 150-ների հետ, ասենք 3 սետով տարվել, ու շատ փոքր էր, քիչ բան էր մնում, ասենք մի քիչ, ասենք քիչ բան էր մնում, այդ
այդ մակարդակի արդեն խաղալու համար, բայց բան է պետք, հետևողականություն է պետք, հաճախ է պետք մրցում խաղալ ու բնականաբար մնացած կոմպոնենտների մասին կարող եմ, չգիտեմ, մի օրերով խոսալ, չգիտեմ, ֆիզիկական պատրաստություն, մենտալ պատրաստություն, թենիսային հատուկ ռեհաբիլիտացիա, ասենք շատ երկար կարող եմ խոսալ, այդ արդեն գալիս է պրոֆեսիոնալ աշխատանքը, իսկ որ ասում են դե դու պրոֆեսիոնալ խաղացել ես, համ համաձայնվում եմ, համ չէ, կարող է խաղի մակարդակով, համեմատած լյուբիցելի պրոֆեսիոնալ եմ, բայց պրոֆեսիոնալ շատ քիչ կա աշխարհում։ Այդ տերմինը այնքան է չարչրկվում։ Պրոֆեսիոնալի հիմնական ոնց ասեմ, չափանիշը դու թենիսով փող աշխատում ես, թե չէ։ Քո բալանսը դրական է, թե չէ։ Եթե ոչ, դու չես կարող համարվել պրոֆեսիոնալ։ Դա ուղղակի բան, խապկանք է։ Դու կարաս 200 օր լինես, դու պրոֆեսիոնալ չլինես։ Որ ATP-ա դա չի նշանակում դու պրոֆեսիոնալ ես։ Պրոֆեսիոնալը այն մարդն է, որ իր գործով փող աշխատում։ Աշխատանք է դառնում։ Պրոֆեսիոնալը է դա, ուտես։ Կա խաղամակարդակի տարանջատում, կա սպորտային բառը մոռանում եմ անընդհատ ըմբռնողականություն հայերեն, հա, այսինքն ոնց են գիտակցում մարդիկ իրանք պրոֆեսիոնալ են թե չէ, քո դեպքում էս միտքը հենց դրան է վերաբերում, որ երբ որ դու քո մասնագիտությամբ չես կարողանում քո կյանքը ապահովես ֆինանսապես, այդտեղ պրոֆեսիոնալ այդ լեվելների մասին խոսալը ավելորդ է, այսինքն դու պրոֆեսիոնալ ես կամ պրոֆեսիոնալ չես, դրանից բան չի փոխվում, եթե դու քո կյանքը չես կարողանում ապահովես այդ մասնագիտությամբ։ Շատ լավ, հասանք այն մասին, երբ որ արդեն ասենց զգում ես, որ վերջը մոտ է կամ ավարտում ես, վնասվածքներ ես ունեցել հաստատ, դրանց մասով էլ մի քիչ անդրադառնանք ու շարունակենք։ Վնասվածքների մասով ընթացքում էլ է լինում, բնականաբար թենիսը այն սպորտն է, որ բերում է ուժեղ ասիմետրիայի, այսինքն աշ-զախ մի ոտի վրա հենվում ես, մյուս ոտով խաղում ես։ Այս սիրողականներին չենք վախեցնում, այդ կապ չունի։ Սիրողականների համար շատ լավ է ինքը, բայց եթե դու անընդհատ թենիս ես խաղում, դու ինչքան էլ բալանսի փորձում ես մարմինդ բերես, աճ ու ձախ, շատ ավելի մեծ կտոր պետք է լինի ֆիզիկական, աշխատանքը, որպեսզի դու այդ սիմետրիան կարողանաս ապահովես։ Տարբեր բաներ եմ կարդացել, ասում են թենիսը շատ ընտիր սպորտ է, որովհետև ինքը բանը, այնց ոնց է աղեղնավոր, այնց ռոտացիոն ուժ է տալի, աճ ու ձախի տարբերությունը որպես բան են, առավելություն են նկարագրում, բայց բնականաբար համաձայն չեմ դրա հետ։ Մեջքդ քաշում է խաղացող կողմ, մյուս հակառակ ոտը ավելի ուժեղանում, մյուս ոտը սկսում ես քաշ տալ։ Մի խոսքով, սենց հարցեր կա լիքը, դրանով պետք է զբաղվել շատ ավելի շուտ։ Շատ շուտ։ Լավ ֆիզիկական պատրաստությամբ իրան մի մասով կարող ես կոմպենսացնես, բայց ոչ 100%։ 100%-ով մեկա չի լինի, որտեվ քո հիմնական ժամանակը ծախսվում է թենիսի վրա ու այդ գալիս է։ Բայց եթե դա շուտ չանես, այսինքն չանես սկսած 10-12 տարեկանից, հատուկ ձևի սիմետրիան պահելով, հետո շատ ավելի լուրջ խնդիրների առաջ են կանգնելու։ Այս կարևոր ինֆո է պատանիների համար, իրանց մարզիչների ու ծնողների, հա, ֆիզիկական ճշգրիտ ու գրագետ պատրաստությամբ շատ վաղ տարիքից է պետք սկսել, որովհետև այդ ասիմետրիան ձեզ հետագայում լիքը խնդիրներ կբերի։ Իդեալական տիրապետելը սկզբից դժվար կլինի մարզիչներին, հենց թենիսի, բայց ընդհանուր ֆիզիկական պատրաստությամբ զբաղվող մարզիչները պետքա լավ թենիսի բիոմեխանիկան լավ ճանաչեն, որտեղ այդ ռոտացիոն շարժումները բոլոր հոդերի վրա մի այլ տիպի ուրիշ բաներ են, հետևանքներ են բերում։ Պարզապես ուժային ուժեղացնելը, մկանը ու հոդերը այդքան էլ հերիք չի։ Սենց տենես մի բան լինելով, թենիսի սպეციფիկայից ելնելով, ոչ մի խաղ ռեգլամենտ չունի ժամային, ոչ մի գնդակ, որ խաղում ես, չգիտես քանի հատ ռալի կինը, դու կարող ես այդ մի գնդակը խաղալու ժամանակ այնքան ուժ տա, որ մի բան նես չգնա։ Հետո ամենավախենալու, չեմ վախացնում ոչ մեկին, բայց ամենավախենալու բանը, որ դու լիքը խնդիրներ ի հայտ են գալու մեծ տարիքում, որովհետև երբ որ քո վերականգնման ցիկլները արագ է գնում, դու արագ ես վերականգնվում, բայց երբ որ այդ ամեն ինչը դանդաղում է, բայց դու մեխանիկական ինչ որ արդեն մաշվածություն ունես հոդերում, բան իրեն գլուխ են բարձրացնում, ոնց որ օրինակ իմ մոտ, տենց ես չէի կարծում, որ կարող է ինչ որ վիրահատություններ ունենամ, բան, ծնկներս օրինակ 3 անգամ վիրահատվել արդեն,
որը որ հա տրագեդիա չի, բայց ես այն ժամանակ չէի կարող իմանալ։ Դրա համար այդ անցած փորձի վրա, սխալների վրա բոլորս պետքա սովորենք, կիսվենք։ Բալանսը, հա, ժամանակը ինչի վրա է ծախսում, մարզվելու ժամանակ պետքա ավելի ճիշտ բախշվի։ Հետա, թե չէ, ասենք, չգիտեմ, 70-ականների օրինակ գրքերը, որ կարդում ենք ֆիզիկական պատրաստության, Rod Laver-ը գրել էր, մեր ընկեր Վիլիկը ինձ տվել էր տպած A4 ֆորմատի վրա, ասես տպած բանով, Pishushin մաշինկայով նես տպած, մեջը գրած էր, ասում է, դե եթե ուզում ես ուժեղանաս, առաջ օրը պետք է 1 կիլոմետր վազես, երկրորդ օրը 2, հետո տենց, ասում է, տենց գնաս, ասում է, եթե շոքում ես, ասում է, պետքա կաղամբի բանը, կտորը դնես գլխիդ մեջ, գլխարկը բանես, որ չշոքես, սենց, էլի, գնալով բնականաբար ամեն ինչ զարգանում ու զարգանում է, ու մենք չենք թենիսով զբաղվում, որ, չգիտեմ, ոնց է հաղթենք ցանկացած գնով, դա սխալ է, մենք կյանք ունենք ապրելու, պետք է առողջ մնանք, բայց դա ես չի կարա այդ ամեն ինչի մասին իմանայի 16, 17, 18 տարեկանում, դրա համար ուղղորդելը, կողքը ճիշտ սիստեմ ունենալը ամենակարևորն է, ինքը ինչքան էլ հա կյանքին վտանգ չսպառնող գործունեություն է, բայց էլի մարդու հետ գործ ունես ու ինքը էլի մեծ պատասխանատվություն է, դրա համար դրան, չգիտեմ, թենիսային աշխարհը պետք է լուրջ վերաբերվի, որտեղ երեխեքը չեն, ու եթե բնավորությունն են հենցա, որ ինքը կգնա, իրան ամեն գնով ռեզուլտատի հասնելով տարբեր բաներ կանի, ահագին վնաս կարող է իրան տա։ Ճիշտ է, օրգանիզմը ինչ-որ մի պահին դադար կտա, կասի էլ չեմ կարող բան սենց, բայց լուրջ է էլի այդ ամեն ինչը։ Թվում է թե կոնտակտային սպորտ չի, բան, բայց դե անընդհատ, գիտեք ինչ այլանդակ բաներ են, անընդհատ ծնկները ծալվում գետնին է կպնում, անընդհատ։ Էլ մեջքի խնդիրն էլ մի կողմից։ Մի անգամ էլ պիտի պարտադիր նշենք, որ այս ամեն ինչը գնում է հենց պրոֆեսիոնալ կարիերայի մասին, այս զրույցը մենք խորացնում ենք, որպեսզի ապագա պրոֆեսիոնալներին կամ ովքեր որ ձգտում են դառնալ, իրանք ավելի խորը ու լուրջ պատկերացումներ ունենան։ Ինչի՞ չէ, նաև մարզիչներին, ովքեր զբաղվում են փոքրերի հետ, որ հետևողական լինեն։ ցանկացած պրոֆեսիոնալ սպորտ ինքը առողջության մասին չի։ Ու այդ դեպքում մեր մոտեցումները չեն կարա տենց massայաբար նույն ձև գնան։ Անհատական մոտեցում ասիր ցանկացած երեխու կամ թեկուզ երիտասարդի մեծահասակին էլ պարտադիր է ու հետևողականությունը նույնպես։ Ու ընդհանրապես հետևողականությունը անհատական մոտեցման մեջ ամեն մարզիկ իր ֆիզիոլոգիայից ելնելով այդ ամբողջի հետևողական ու անհատական մոտեցումը պարտադիր է։ Նույնիսկ նաև սա վերաբերում է ծնողներին, ովքեր թեկուզ կողքից հետևում են։ Այս մի բանում կարան իրանք ուշադիր լինեն, որ իրանք երեխան մաքսիմալ հավասարակշռված ֆիզիկապես զարգանա։ Հա, համաձայն։ Բալանսավորված։ Հա, ծնողները պետք է ընդհանրապես ցանկացած մարդ բազային անատոմիայի, ֆիզիոլոգիայի, բիոխիմիայի գիտելիքներ պետք է ունենա, կապ չունի սպորտով զբաղվում ես թե չէ։ Այլ վերջ, արդեն կյանքի մասին է դա, հա, էլի այդ արդեն բան չի, էլի, բայց եթե ընդհանրապես գիտելիք չունեն, դա չարիք է, էլի, լավ բան չի։ Լավ բանի Իսկ չի։ ովքեր առողջության համար են զբաղվում, այս բոլոր խնդիրները ձեր մոտ կգան, եթե մի 15-20 տարի ինտենսիվ սկսեք զբաղվել, ոչ թե սկսեք, այլ Շաբաթը շարունակեք։ 5-6 անգամ։ Միայն այդ դեպքում, հենց որ Մի այդ քանի մասով ժամ օրական։ անհանգստանալու կարիք չեք ունենալու։ Հա։ Ոնց ավարտեցիր կարիերատ։ Ցավոտ էր շատ, ինքս եմ այդ որոշումը կայացրել, ոնց որ խնդրի առաջ էի կանգնած, դե լավ։ Հիմա կամ ժամանակ եմ ծախսում ու հնարավորություն չեմ ունենում այն մրցումները խաղամ, այն միջավայրում մտնեմ, որը որ ինձ շանս կտա 2-3 տարի հետո հասկանալ ես կարող եմ թենիսով փող աշխատել, հա, պրոֆեսիոնալ խաղալով, որը որ դե ռեալ արդեն դե 17-18 տարեկան է, էլի։ Այդ էր, որ ռեալ տեսնում էի, որ դե հնարավորությունը չկա։ Չես ուզում այդ խնդրի առաջ կանոնացնես ծնողների տեսնելով, որ դա խնդիր է դառնում, մյուս կողմից էլ հասկանում ես, որ լավ, եթե մնաս ինչ որ ինքնուրույն կարող է գնաս կլուբային թենիս խաղաս, կարող է գնաս, չգիտեմ, Ամերիկա scholarship-ով սովորելու բան, էլի շատ տենց մշուշոտ է այդ ապագան, բնականաբար ասում ես, լավ, բա կարող է չհասցնեմ կրթություն ստանամ, բա կարող է այդ տենց է եղել ընտրության բանը ու որոշել եմ ինքս թողեմ։ Հետո ուսանող տարիներին արդեն մարզչական գործ եմ
արե, քանի որ ժամանակս հələ որ շատ է, երեխաների հետ աշխատում էի, հետո որ զգացի արդեն քչանում, արդեն ժամանակի ներդրում չէի կարող անել երեխաների հետ աշխատում, շատ ավելի լուրջ էր պես զբաղվել, մնացի մենակ սիրողական խաղացողների հետ։ Երևի 1-2 տարի էլ տես շարունակեցի ու հետ էլ թողեցի։ Ու անցա արդեն իմ տարբեր գործունեությունների։ Հետո վիրահատություններ, ծնկներ։ Լրիվ բուժվելուց հետո մտածում ես, էլի սիրողական հենց ռեկրեացիոն ձևով զբաղվես։ Հələ չեմ կարող այդ հարցին պատասխանեմ, որովհետև պետք է մի տարի էլ անցնի, հա, լրիվ ամրապնդվեմ, տեսնեմ, ինչ դե թենիսը գիտեք, այդ ռոտացիոն պտույտները, բաները ծնկների վրա ահագին ազդեցություն են թողում։ Հա, ցավոտ է, որ կարող է նույնիսկ չխաղամ, իմ բնավորությունը իմանալով չեմ կարող մտնեմ կորտ ընդհանրապես, ասենք, բան չունի, ինչ պայթյունային շարժումներ չանեմ, դրա համար հələ մի քիչ շուտ է ասել, մի տարի հետո կհանդիպենք, կասեմ։ Կպահես քեզ մինչև Թե շատ եմ կարոտում, արդեն մի 2.5 տարի ընդհանրապես չեմ խաղացել։ դաժանա։ Հիմա այդ անցման մասը խոսանք, հա, լրիվ ուրիշ մասնագիտությամբ, երբ որ դու սկսում ես աշխատել, ինչա քեզ տվել այդ քո անցած ուղին թենիսում, ինչա մնացել քեզ, որ մյուս ոլորտում կարող ես օգտագործես։ Դե նախ եւ առաջ դու արդեն ինչ որ մեթոդիկա ես ձեռք բերում սովորելու։ Ինչ որ ցանկացած բան կապ չունի ինչով ես զբաղվում, սովորելու։ Հիմա օրինակ, չեմ թենիսից գնաս ուրիշ սպորտի մեջ, ուզենաս այդ սպորտի մեջ լավը դառնաս, մի հատ թենիսի մեջ արդեն անցել ես, չէ՞, ճանապարհը, պուճուր կտորների ես բաժանում, այդ կտորները սկսում ես սովորել, միացնում ես իրար, դառնում է ինչ որ մի բան։ Հետո այդ արդեն ընդհանուրի վրա ես մի քիչ աշխատում, ստրատեգիա է, տեխնիկա է, բան, sense այդ նույն բանը գործում ես անում, կապ չունի ինչով ես զբաղվում։ Այսինքն մի հատ այդ շուկան ես ուսումնասիրում, տեսնում ես թե խաղացողները ինչ բաներ ունեն, հմտություններ ունեն, հետո այդ հմտություններն ես սկսում։ Հա, հետո սկսում ես այդ հմտությունները զարգացնել, էլի սպորտի ձև նստում ես, ոնց որ պարապում ես, նույն ձևի էլ այդ գործունեության վերաբերյալ, ասենք ինչ որ կոնտենտ ես սկսում ուսումնասիրել, հետո արդեն պրակտիկան ես անում, հետո համ պարապում ես, համ պրակտիկա ես անում, պարապում ես, պրակտիկա ես անում։ Ոչ մի բանով չի տարբերվում, դե մեկ էլ ամենահիմնական ուժեղ կողմերից մեկը, որ մենք թենիսիստներս բոլորս շատ մրցակցային ենք, այսինքն դու մրցակցային սիտուացիայից չես նեղվում։ Իսկ լիքը ուրիշ գործունեություններ կան, որտեղ մարդիկ մրցակցությունից խուսափում են։ Հա, ու դու քեզ այնտեղ ոնց որ Հա, դու մտնում ես դրա մեջ, հա, դու տենց տեղերում ավելի լավ ես զգում։ Հա, կարող է դու այդ փառքի կտորը չկա ուրիշ գործունեությունների մեջ, եթե դու, բայց ամեն բնագավառում հաջողություն հասնելու մեջ ինչ որ լոկալ այդ բնագավառում ինչ որ շուկայում հաջողության հասնելու փառքը sense tendency կա։ Ու այդ սպորտային այդ հիշողությունները քեզ տալիս է մեծ պոտենցիալ, հա։ Հետո եթե թողես սպորտը ընդհանրապես շատ բան կարող է չտա, բայց եթե սպորտը արդեն քեզ տվել է ոնց որ լավ մարզավիճակում մնալու կոպիտ ասած շռայլությունը, հա, որը որ լիքը առավելություն է տալի կյանքում, ու դու շարունակում ես, այդ դեպքում իր առավելությունը մեծ է, բայց դե գիտեք, մեր ընկերներից է լիքը մարդ կա, նա այմես, չգիտեմ, 40%-ով ավել քաշ ունի, չգիտեմ, ծխմա, տենց ուզում ասեմ, այդ իրանց չի վերաբերում, բայց եթե թենիսը քեզ տվել է այդ առավելությունը կամ լյուբոյ սպորտ, դրա մեջ մնում ես, այդ դեպքում հա, ցանկացած բան, էլի, ասենց ասեմ, եթե բաց չես թողում ձեռքից, հետո այ պահում ես իրան, տոնուսի մեջ ես, ինքը քեզ առավելություն տալիս է, եթե չէ, դե տենց մոռացվում գնում է, էլի, կապ չունի։ Այդքան։ փոքրերիդ երեխեքիդ կտաս թենիսի։ Հա, ուզում եմ մեծս 7 տարեկան է, ուզում եմ փորձեմ, բայց տենց հիվանդագին ինչ որ տենց երազանքներ, որ ինքը խաղա, բան, հələ որ չունեմ։ Եթե ինքը ուզենա։ Եթե ուզենա, եթե այդքան ստացվի, հա, իմ հնարավորություններն ների թող խաղա։ Այսինքն, գիտես խեմ հարցնում, շատ խաղացողներ կան, չեն ուզում, որ իրանց երեխեքը դժվարությունների միջով անցնեն, ոնց որ իրանք են անցել, շատերը հենց միանգամից ասում են ոչ մի դեպքում, հայտնի մարդիկ էլ կան, էլի շատ տենց։ Քո մոտ այդ բարիերը չկա, չէ՞ երևի։ Այդ գիտես ինչի նման է, այն որ բանում երբեք մարդ օրինակ ուժային պարապմունք չի արել, մեկ էս գալիս է մտնում է ջիմ,
Այս մեկին մեծ ատլետիկ մեկին տեսնում ասում եմ, «Օ, ես իրապես չեմ ուզում դառնալ»։ Դրա նման մի բան է, էլի հələ թող դրան հասնի, կոպիտ ասած թող ինչ որ մի հատ մակարդակի երեխան խաղա, հետո կերևա, էլի, իսկ եթե նորմալ խաղա, արդեն մեծ բան է, էլի, եթե թենիսը քո կյանքում լինի, դու ուղակի սիրողական խաղաս, դա մի հատ ոնց որ հավելյալ արվեստ է, արհեստ է, որը որ քո կյանքում բավականին երկար էլ մնում է, էլի հետդ, եթե առողջ ես։ Մինչև կյանքի վերջ խաղում ես։ կյանքի վերջ։ Հա թեկուզ ասենք, չգիտեմ։ Թեկուզ ասենք ինվալիդ լնես, էլի խաղում են, չէ՞։ Ամենամեծ առավելությունն է մեր սպորտի մնացած սպորտաձևերի մեջ ընդհանուր եթե վերցնես, էլի մի քանի մարզաձև կա, որ կարաս մինչև կյանքիդ վերջ ստաբիլ։ Ես օրինակ հիմա բիլիարդ եմ շատ խաղում, որովհետև շատ ֆիզիկական բան չի պահանջում, հետո գնդակի հետ է, հետո խաղային է։ Միշտ այնով որ մարդ որ ուզում է խաղա, միշտ ինչ որ մի բան կգտնի կխաղա, էլի։ Ազարտն էլ կա, էլի։ Հա, Մրցակցային։ մրցակցային կտորը պիտի լինի։ Մի հատ թեմա է ուզում հետ գնանք մի քիչ, շատ մարզիկներին այդ պահը հետաքրքիր է։ Իրանք մեծանում են մի միջավայրում, թեկուզ եվրոպական մրցումների մեջ, որտեղ իրանք կողքը տարբեր երեխեք են խաղում, լավ թե վատ, այդ փուլում այդքան էլ կարևոր չի։ Մեկ էլ ժամանակ անցնում, մեկ էլ տեսնում ես իրանք հասել են ամենամեծ բարձունքներին, ինչպես որ Մարեյը քո դեպքում, հա, ինձ Մարեյը աշխարհի առաջին ռակետն է եղել Անգամ Wimbledon-ը գրել, օլիմպիական չեմպիոն, մրցաշարի օլիմպիական չեմպիոն եւ այլն։ Սերը թակուին սերը կոչում է իրան։ Վերջը էլի Big 4-ից ա եղել։ Մի քիչ հետ մնացած, բայց դե էլի իր հետ հաշվի էին, ինքը տուրներներ ելնում բոլոր 3-ին կրում էր։ Մեծություն է թենիսում անբացատրելի։ Զգացողությունները քո ոնց են, երբ որ տենց խաղացողների հետ ինչ-որ մի этап անցել ես, բնական է, իրանց կյանքում լիքը այդպիսի մարդիկ են լինում, բայց ինչ-որ տենց միտք կա մեջդ, որ կարող է ես իրա տեղը լինեի, երբեք չի եղել տենց միտք, երբեք, միջև ինքս միտք։ Խաղացողներ կան զղջում ունեն, էլի որոշակի ես։ Չէ, այնտեղ ռեալ նայում եմ, կարամ գնահատեմ, հասկանամ ինչի ինքը, այ ոչ թե ես, էլի։ Հենց այդ ժամանակ կասեիր, թե դրանից հետո։ Դե դրանից հետո ավելի շատ, որովհետև հասուն տարիքում տենց գնահատականներ կարող է ավելի ոնց որ ռեալ տալ, հա։ Զղջալու ընդհանրապես կոմպոնենտ չկա, դե ռեալ դնենք գնահատենք։ Կծնվել է այնպիսի երկրում, հա, որտեղ թենիսը top մակարդակի վրա է, ունեն բարձր սաղավարտի, մեծ սաղավարտի մրցաշար։ Անդեղից է ստեղծվել կոպիտ ասած տրադիցիաները ու միջև հիմա պահպանվում։ Ծնողը մարզիչ է։ Թենիսից բացի իր կյանքում ուրիշ բան չի եղել։ 12 տարեկանում արդեն գրել է մինչև 14 տարեկանների Orange Bowl։ Ու հետո նայում ես իմ բիոգրաֆիան։ Դե արի ու հա մի պահիկ էլա որ քո այտենց հետը պարապունքին միս հետ կրել ես, հա իրար հետ բան եք կրել, doubles եք կրել, բայց ընդհանուր առմամբ ստատիստիկան մեծ դեր է խաղում։ Այսինքն հաջողելու բանը կոպիտ ասած տոտալիզատորները ոնց են հավանականության կոեֆիցիենտը հաշվում։ Իմ կոեֆիցիենտը ու իր կոեֆիցիենտը լի մեծ բռնի նայ էլի ասում եմ։ Ես ու ինքը բնականաբար պետք է ստապ գնահատես այդ ամեն ինչը։ Հայաստանում թենիս խաղալը պրոֆեսիոնալ պետքա ստապ գնահատես։ Ու այդ աշխատանքը բնականաբար պետքա տարվի շատ վաղ տարիներից, որովհետև ինձ ներեն բոլոր ծնողները, լիքը ծնողներ պարանոիկի պես, սենց իրանց թվում է, հենց տելևիզորը նայում են, ասում են հեսա իմ երեխեն, հեսա, կարող գնան տունը ծախեն, բան սենց սա դնեն դրա մեջ։ Մենք ռեալ պետքա գնահատես էլի դրա բանը, եթե դու ունես այնքան գումար, որ դա կարող ես ուղակի դնես, որ ինքը խաղա երեխեն խաղա շատ լավ է, թող փորձի։ Բայց եթե դա բերելու է լարվածության մեծ, որին պատրաստ չի ցանկացած երեխա, որ կյանքում փող չի աշխատի, չգիտի այդ ինչա։ Հա կարող է պապայիս ավտոն լվացել էի 1000 դրամ տվել էր, բայց այդ այն չի էլի, որ հետո կարողանաս գնահատես այդ հետո ուզում են դու գնահատես, այ դու չես կրում, մեր փողերը հետ չի գալի, բան, այդ արդեն կոտրված բաներ է, էլի ճակատագրեր է դառնում, հենց որ պետքա
այն ծնողները, որոնք ուզում են, որ շատ, ավելի շատ բան, իրանց հետ պետքա ռեալ աշխատանք տալ։ Չեմ ասում նստես, հա խոսաս, ինձ թվում է կլինեն մատերիալներ արդեն YouTube-ով կլինի, ինչ որ հոդվածներ կլինեն, կարող է պրոստը, եթե ուզում ես, վերսու կարդա, հետո կխոսանք։ Մի հատ ինչ որ մի բան պետք է տաս, որ մարդը ցույց տա, որ ինքը ուզում է հասկանա, այսինքն ինչ որ գործողություններ անի, հետո նոր իր վրա ժամանակ ծախս, որովհետև այնքան մարդիկ կան, որ ծույլ են, այդ չեն գնահատելու այն աշխատանքը, որ իրանց հետ տարվում է։ Դրա համար ընդհանուր առմամբ կարևոր թեմա է այդ։ Փորձում եմ մտածեմ մեզ ունկնդրողը կամ նայողը ինչ է մտածելու, Մարրեից, եթե խոսացինք այ Բրիտանիայում մեծացած տրադիցիաները եւ այլն ու մի քիչ այնպես advocat դիավոլը, հա, իր տեղը փորձեմ պատկերացնեմ ինձ մյուսը օրինակ կբերի, կասի, բայց այդ տենում ես Նովակը ինչ է ասում, ինչ դժվար տեղից, պատերազմներից, ես իհարկե շատ չեմ հավատում այդ ամեն ինչին, քիչ թե շատ ծանոթ լինելով իր անցած ուղուն ձև, բայց ասում են, տես, այդ դժվար տեղերից էլ նայ ուր են հասել, ինչ մակարդակի աստղեր են դարձել, ինչքան էլ պատերազմներից փախած դժվար տարիներ եւ այլն, իրան պարապացրել են Գերմանիայում մի հատ շատ հոյակապ միջավայրում, որտեղից ինքը Եվրոպայի թոփ խաղացողներից մեկն է դարձել, հա։ Հետո կոնտինենտալ Եվրոպայում է ինքը եղել։ Օրինակ մեր երկիրը նայեք, ասենք ռեալ հիմա ունենք մի սահման բաց։ Այն դժվար է ինչ-որ միտեղ հասնելը, դժվար է վիզա ստանալը։ Դու չունես այդ ինչ էին անում, ասես բաներ էին, բունգալո մեքենաներ էին, հա, Volkswagen տրանսպորտերները, հերը մերը երեխեն, շաբաթ կիրակի, հա, քշեցին երկիր, չգիտեմ, քշեցինք Ֆրանսիա հիմա, հետո քշեցինք Բելգիա, մրցումը խաղացինք, հետ եկանք։ Դրանից սկսվում է։ Դրանից սկսվում է, հետո ավելի լուրջ մոտեցում, հետո քեզ չես կարա թույլ տաս երկար ճանապարհորդես մեքենայով հոգնես բան, բայց ինքը արդեն այն փորձը տարբեր երեխեքի տարբեր ազգերի հետ ունեցել է, հնարավորությունը ստարտային կա, հետո եթե ֆինանսավորումն էլ, չգիտեմ, լավ է խաղում առաջի երկրորդ համարը կարող է ֆեդերացիան ֆինանսում, եթե չէ ծնողները հնարավորություն ունեն, ծնողներն են անում, բայց արդեն բանի մեջ են տուրի էլի, կոպիտ ասած այդ ճանապարհն է։ Հա, արդեն մտել են, արդեն էփվում են իրանք, էփվում են։ Թե ինչքան կեփվի, ինչքան թերխաշ կմնա, այդ արդեն ուրիշ հարց է, բայց իրանք գցել են արդեն բան է, միջավայրը, հա, էփում է իրան։ Սրա մյուս հակառակ կողմն էլ ասենք, ամեն դեպքում մեր երկիրը 20 տարի առաջ ու այսօր իրար հետ կապ չունեն սիստեմները, հա։ Հնարավորություններն էլ այսօր ընդհանրապես կապ չունեն, գիտես չէ որ համարյա 30 հատ միջազգային մրցում է Հայաստանում։ 30 այս տարի 30 Վահեին լսել, Ավետիսյան Վահեին լսելով նոր իմացա, չգիտեի, հա, շատ լավ է։ Միջին տարիքի խաղացողը 14 տարեկան վերցնենք, հա, հնարավորություն ունի 16-ից ավել եվրոպական տենց մրցումներ խաղա։ Դե դա նշանակում է, օրինակ, եթե տուրի մեջ ես, հա, ATP ես խաղում, միջինը մի 20 մրցում են խաղում, կարող է մինչև 30, եթե հələ որ են futuresների բանի մակարդակի են, աչուկները հələ շատ չի, եթե տես 20-ին մոտ հնարավորություն կա խաղալու ու գալիս են մեր մոտ, այսինքն այն չի ստացնելու, դες մինի Հայաստանի չեմպիոնատ ես խաղալու, բնականաբար շատ լավ է։ Ուրեմն մեծ զարգացում է ապրել, զարգացման կտորը, հա, ֆեդերացիայի կտորը։ Մնում է այն մնացած ինչի մասին խոսացինք, ատլետիզմը որպես սպորտ ու պրոֆեսիոնալիզմ զարգանա։ Մենակ մրցում խաղալով էլ չի լինի, բնականաբար։ Այսօր դրա հակառակ էֆեկտն էլ ինչ ունենք։ Իմ կարծիքն եմ ասում 90-ականների վերջ 2000-ականների սկիզբ մենք ավելի մեծ քանակի, ավելի բարձր մակարդակի խաղացողներ ենք ունեցել, քան այսօր, բայց մրցաշարերի թիվը, պայմանները ընդհանուր պարապելուց բռնած մինչև մրցում խաղալը շատ ավելի հեշտ է։ Այսինքն տեղերով փոխվել են։ Ինչ է նշանակում, որ այսօր խաղացողի պատրաստությունն է, որ մի քիչ հետ է մնում իր միջավայրից։ Եթե կարողանանք դա էլ բերենք, այլ նոր կարելի կլինի մտածել ստեղից հնարավոր է ամեն դեպքում, թե չէ։ Մի դեպքում մենք ունենք այն, որ մարդիկ ամեն ինչ անում էին մաքսիմալ իրանց իմացածի սահմաններում, հասնում էին ինչ-որ X կետի ու օբյեկտիվ պատճառներով չէին կարող շարունակեն, չէ՞։ Բայց այսօր մի քիչ մի փոքր այդ ամեն ինչը հակառակն է։ Մենք այսօր խաղացողներին պատրաստելու ավելի լուրջ խնդիր ունենք, քան իրան օրինակ նույն թենիս Եվրոպ մրցումները խաղացնելու։ Այդ է ուղղությունը, որը
Ես ինձ թվում է հիմա իրանք շատ ավելի քիչ են ժամանակ տրամադրում թենիսին, Միանշանակ։ ֆիզիկա կանց թե մենք։ Ես sense ասեմ, ես օրը 2 անգամ գնում էի պարապմունքի։ Օրը 2 անգամ, ամեն մի անգամը մինիմում մի 2 ժամ։ Միանշանակ։ Օրներս գործում էր անցնում։ Ինչ օբյեկտիվ մի հատ է պատճառ կա, ընդհանուր մարզվելու համակարգը թեքվեց մեկին մեկ նմանվեց սիրողական խաղացողների թենիս խաղալու համակարգին։ Ակումբները բացարձակապես կորցրել են երեխաներին անվճար ժամեր տրամադրելու այդ ինիցիատիվայի այդ ցանկությունը։ Ուղիղ կապ ունի դրա հետ, լրիվ ուղիղ կապ Բիզնեսային է ունի։ դարձել էլի ակումբների համար։ Եթե մարդը կարա օրինակ ինչ-որ X բանը միավորը, հա, կարա մաքսիմալ գումար վերցնի մեկ օրվանից ու այնտեղ մարզիկներ չպարապեն, դա այդ մտքի հետ իրանք հաշտ են։ Այդտեղ երկու լուծում կա, կամ սուբսիդավորվում է, հա, զարգացման կազմակերպությունից, որը որ կարծում եմ այդ ֆեդերացիան է, այսինքն մասնավորի հետ պայմանավորվում է ինչ որ միջին մի հատ գնով իրար հետ բանանում, կամ ինքն իրանով ստեղծում է, չգիտեմ, այդ հերոտեղ մի քանի կոր, որտեղ որ մենակ երեխեքի համար է, հա, այսինքն մենակ սպորտային է, այդտեղ ոչ մի ակումբային կտոր չկա, ինքը տենիսի դբրոց է կոպիտ ասած, որտեղ խաղացողները կարող են իրար հետ պրոստը պայմանավորվեն մարզիչի թե առանց մարզչի հսկողությամբ խաղան։ Այն ժամանակ մեզ դա տրված էր, շատ խաղալը մեզ դա տրված էր, բայց հետո հա դարավ ժամով բան, հետո շատերը այդ հնարավորությունը չունեին, տենց Հոլը չենք ասում մատերիալ այդ ծախսերը, հա, ռակետ, գնդակ, լարեր, ոտասներ։ Մենա հələ կորտի մասին ենք խոսում։ Նույնիսկ sense ասեմ ռակետ, բայց անհամեմատ փոքր ծախսեր են, թե ընդհանրապես թենիսում ինչ կա էլի։ Ու թվում է թե տեսեք, ամենամեծ ծախսերից մեկը հենց մրցումների ուղարկելն է, եթե դու մենակ քո երկրում հարևաններիդ հետ միասին, ասենք Վրաստանում, հա, եթե խաղաս 20-ը անցնում ես իմիջայլոց, այդ արդեն շատ մեծ առավելություն է համեմատ ձեր ժամանակների։ Հա։ Բայց այդ ամեն ինչին, եթե դու պատրաստ չես քո մակարդակով, իմաստը կորցնում է լրիվ։ Հա։ Ու այդ ամեն ինչը դիկատոմիայի մեջ ենք, այդ երկու տենց սուր ծերերը իրար հակասող մեր սպորտը։ Ես չգիտեի անկեղծ ասած, որ այսքան փոխվել է, նոր եմ իմանում, դե հետևում եմ բնականաբար թենիսին, ասենք թենիսային կյանքին, բայց թե ինչա տեղի ունենում թենիսային կյանքը Հայաստանում, հա, զարգացման մասով մի քիչ հետընկած եմ, այդ լավ է, որ այդ մրցումները կան, բայց երեխաներին տեսնելով, իրանց ֆիզիկականը տեսնելով ես ատլետներ չեմ տեսնում։ Իսկ թենիսը դարել է ահավոր ատլետիկ մարզաձև։ Հատուկ մասնագիտացված մարզասրահների լուրջ կարիք կա, որի ուղղությամբ փորձում ենք հիմա ինչ-որ տարբեր ձևերով աշխատել, բայց իրանք շատ շուտվանից պետքա լինեին, հա։ Ընդհանրապես մեր հասարակությունը դե որ սպորտային չի, այդտեղ հարց չկա էլի ընդհանրապես։ Հա։ Բայց ատլետ որպես, հա, զարգացումը սովորական մարդու էլ չենք ասում սպորտսմենի, մեր մոտ շատ հետ է։ Հա, պետական մակարդակով լուրջ խնդիր է։ Լուրջ խնդիր է ու ես ամենամինիմալ հնարավորություն ունեմ ասելու, չգիտեմ, այդ street workout-ի կտորներ, որ ամեն բակում ինչ ասենք, մնայուն բաների մեջ ինվեստիցիա անեն, հա, որ, չգիտեմ, իշխանությունը փոխվի, նես չլինի, որ ինչ-որ բան չմնա, դա զուգապայթն է, չգիտեմ, տուրնիկն է, այն մինիմալ բաները, որ երեխեքին մեզ օրինակ մենք ունենում ենք կլուբի օրինակ ֆիզիկական պատրաստության մրցումներ, ով ավելի հեռու կթռնի, ով ավելի շատ գետնին ժիմ կանի, ինչ որ ու դա բաներ մրցակցային բաներ մտցնում, մրցակցություն է մտցնում ու դու ավելի պինդ մեջք ես ունենում, ավելի արագ ոտեր ես ունենում, որը որ ֆիզկուլտուրայի մակարդակով շատ լավ է։ Նորմատիվներ կան, եթե տղամարդ օրինակ, եթե չի կարող իրան տուրնիկից քաշի, ասենք, չգիտեմ, 5-րդ, 6-րդ դասը, նորմալ չի էլի օրինակ։ Չպետք է տենց լինի։ Ասում եմ, բա ինչ զինվոր պիտի դառնա, բան, ասենք։ Գիտես ինչ հիշեցի, որ լավ թո զինվոր, հա, բայց ասենք 1000-ը մի բան կա էլի, հա, հարցեր կան դրա հետ առողջության հետ կապված։ Միլիոնատ բան կթվարկեմ։ Անպայման պետք է այն մինիմալը լինի ազգի մեջ, որ ինքը կարողանա իրանից մի բան ներկայացնի որպես ազգ, կոպիտ ասած։ Հիշեցի, որ այդ ֆիզիկական պատրաստության մրցաշարը, որ ասացի, առաջ 3 կորտը ներքևի կիսած չէր, կհիշես։
Հա, մեջտեղի հա, զաբորներ չկար։ Կրոս էինք վազում։ 3 կորտով ժամանակով։ հա։ Էդ էլ հիշեցի։ Բացի այդ ժիմը, նաև էդ էինք էլի արել։ Լիքը սխալ բաներ էլ ենք արել հիմա Այո, որ իհարկե։ նայում եմ ու անհնար ալնում ինչքան է զարգանա մեկը սխալ բաներ անելու ես բայց դե այդ սխալների հետ մեկտեղ էլ ինքը լիքը առավելություններ ունի էլի ավելի շատ քան թե նեգատիվ մասը Վերջում ասենք որ ամեն դեպքում լավ փորձ է էլի այդ սպորտով անցնելը Միանշանակ։ Հա ես մի քիչ բան նեգատիվ կողմերի մասին շատ խոսացի որ գալիս էի ձեր մոտ տենց ասի լավ ինչ ունեմ փոխանցելու ավելի շատ ակնկալիքների հետ մարդկանց ակնկալիքների հետ աշխատելու կտորը միշտ ինձ բան ա եղել զգացել եմ որ այդտեղ լումա ունես ներդնելու եթե այդ ամեն ինչով անցել ես դրա համար այդ ակնկալիքների ու ռեալ պատկերացնելու մասով հա ոնց որ կիսվելու բան կար բայց ընդհանրապես բանի ոնց ասեմ ինչ որ նեգատիվ բան չմտածեք էլի ես հիմնականում ուզում եի ուղղակի ռեալ գնահատեք պրոֆեսիոնալ թենիսը իրանց ինչա ներկայացնում մեզ արվող թիվ 1 այդ դիտողությունը գիտես որն է որ դուք թենիսիստներդ հավաքում սկսում եք բողոքել լացել էս ինչա բան եւ այլն ասում է մի քիչ ժամանցային չեք անում ձեր զրույցները իրականում սկզբի այս շրջանում մենք կարևոր ինֆորմացիա ենք ուզում ձեզ տանք որպեսզի հետագայում այդ ինֆորմացիան դուք չվերցնեք ձեր փորձից շակերտներում կործանված կյանքից էլի ասենց ասենք հա Չէ ժամանցային էլ ինձ թվում է կունենաք, հա, ժամանցային կարելի է ինչ-որ կարճ ֆորմատներ ավելի մշակել։ Հա, լիքը ուրախ մեր ընկերությունը թենիսային, մեր ուրախ պահերը անգնահատելի է, էլի, այն ինչ-որ հետո մեր հարաբերությունները թենիսների միջև ես տենց ոչ մի ես իմ միջավայրները աշխատանքային, ուսումնական, չգիտեմ, բակային ոչ միտեղ սենց ջերմ հիշողություններ ու ջերմ վերաբերմունք ես չեմ ունեցել, որտեվ այն ինչ որ մեզ միավորում է շատ անկեղծ է, որովհետեվ որ մենք որ տես փոքր ժամանակվանից միջև մեծ տարիք տեսել եմ կորտում դու մարդուն լրիվ ուրիշ ձևի ես ճանաչում ու դա քեզ ոնց որ վստահություն է ներշնչում հետագա հարաբերությունների մեջ մարդուն ուրիշ ձև ես ճանաչում էլի դրա համար զվարճային ընկերության այդ սախ կտորները ինձ թվում է մնացած ձեր էպիզոդներում կծածկեք այդ մասն է կլինի Ինչպես միշտ հետաքրքիր է քո հետ զրուցելը հուսով ենք ինձ էլ էլի դուր կլնես մեր մոտ հա շատ շնորհակալ ենք որ եկար Ալջան շատ տարբեր կլինեն այսօր շատ բազային ու շատ կարևոր ինֆորմացիա ստացանք ժողովուրդ ջան որը էլի եմ ասում մարդկանց ովքեր երկար տարիներ տեսնում են իրանց սպորտաձևի մեջ այդ ինֆորմացիան թող շատ կարևոր դեր ունենա իրանց կյանքում Այսօր այսքանը շնորհակալ ենք եթե ավելացնելու Չէ, մերսի ձեզ ոնց որ ասում են Իսկ մենք կհանդիպենք մեր հաջորդ էպիզոդներում հիշացնենք որ կարաք բաժանորդագրվեք մեր ալիքին կարաք աջակցեք մեզ Patreon-ում որի կարիքը մենք շատ ենք զգում որպեսզի մեր ծրագիրը կարողանա իր ծառայությունը մատուցի թենիսային համայնքին Այսօր այսքանը կհանդիպենք շատ շուտով հաջողություն Ստեսություն